Թարսվել է Ռուսաստանի հետ ու չի շտկվում։ Այդպես է ցույց տալիս ամենայն դեպս նախ ասած, թե տեսանելի ապագայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության ոչ մի հեռանկար չի տեսնում, հետո ասած Ռուսաստանը բռնազավթած տարածքները հայտարարեց Ռուսաստանի մաս, ինչպես կարող է դրանցից հրաժարվել։ Ուկրաինան այս բռնազավթած հողերը, ինչպես մնացած աշխարհը համարում է Ուկրաինայի մաս, Ադրբեջանն էլ դրանք Ուկրաինայի մաս է համարում։ Նա սլան է կտրել ու չի հանդարտվում, ագրեսորը եվրոպացիներին էլ է աչքի տակ առած պահում, հայտարարել է, թե Ադրբեջանը կուշտ է միջնորդներից։ 28 տարի մենք ունեինք այդ միջնորդները, ԵԱՀԿ Չարաբաստիկ Մինսկի խումբը, որի միակ նպատակն էր ամրապնդել օկուպացիան եւ Ղարաբաղը հանձնել Հայաստանին։ Համագործակցության հիմնական բեռը պետք է վերցնեն Հարավային Կովկասի առաջատար երկրները Ադրբեջանը եւ Վրաստանը, ասում է Իլհամ Հեյդարովիչը, բայց Հայաստանն էլ փաստորենս նրա տարածաշրջանում համագործակցելու շանս ունի, ու այստեղ էլ տեղնուտեղը էլի պայման է դնում։ Եթե Հայաստանը փոփոխություններ մտցնի իր սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների վերաբերյալ կկարողանա միանալ այս գործընթացին, եւ մենք կկարողանանք խոսել մեր տարածաշրջանում երկարաժամկետ կանխատեսելի հեռանկարի մասին։ Չի թույլատնում հռետորաբանությունը սեղմում է օղակը։ Զարմանում է, որ Եվրահանձնաժողովի նախագահը խոսել է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների բացման մասին։ Միջին միջանցքին կամ ինչպես այն Եվրոպայում են անվանում համաշխարհային դարպասներին նպաստելու համար։ Ալիևը սա շատ տարօրինակ է համարում։ Այդ միջանցքն արդեն գոյություն ունի եւ Հայաստանն այստեղ որևէ դեր չի խաղում։ Մենք կարող ենք հասկանալ եվրոպական բյուրոկրատների զգացմունքները Հայաստանի նկատմամբ, բայց դուք չեք կարող անտեսել քարտեզը։ Որքան հեռու լինի Եվրամիությունը այս հարցերից, այնքան լավ կլինի բոլորի համար։ Այսպես Եվրամիությանն է հեռացնում, Ռուսաստանին էլ զավթիչ համարում։ Ու հնդածս հենց խելքին փչում է, կրակում է Սյունիքի գյուղերի ուղությամբ, սադրում, խաբում, թե հայկական դիրքերից են կրակում։ Եթե Հայաստանի անվտանգությանը սպառնալիքներ լինեն, կկիսվենք հանրության հետ։ Անվտանգության խորհրդի քարտուղարն է խոստանում, ասում է Հայաստանը շարունակելու է հերքել եւ աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի եւ սահմանային իրավիճակի մասին համապարփակ ինֆորմացիա Հայաստանի Հանրապետության անվտանգության վերաբերյալ, եթե մենք սպառնալիք տեսնենք, բնականաբար հանրության հետ կկիսվենք։ Եթե մենք ունենանք որևէ ինֆորմացիա, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին, բնականաբար մենք կկիսվենք։ Ալիևն ու Մեհրիբան խանումը հիմա Թուրքիայում են։ Դեռ կպարզվի, թե ինչ հրահանգներով են փոխանակվել մեծ ու փոքր եղբայրները Անտալիայի ֆորումի ընթացքում։ Դեռ հայտնի չէ նաև Էրդողանը մեկնելու է արդյոք Վաշինգտոն։ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների նախագահները հավանական է առաջիկայում հանդիպեն, թուրք արտգործնախարար Հական Ֆիդանն է ասել։ Թրամփ-Էրդողան հանդիպման տեղն ու ժամն են ճշտում։ Մինչև այդ Բաքվում էլ թուրք-իսրայելական գաղտնի բանակցություններ են կայացել։ Ադրբեջանի մեդիան տարածում է, թե Թուրքիայի եւ Իսրայելի ներկայացուցիչները բանակցություններում քննարկել են լարվածությունը նվազեցնելու մեխանիզմները, իսկ թուրք-իսրայելական հարաբերությունները, հիշենք, սրվել էին սիրիական իրադարձությունների ընթացքում, երբ Թուրքիա-Իսրայել շահերի կոնկրետ բախում կար։ Տարածաշրջանի կաթսան եռում է ու պարզ չէ դեռ, թե որքան կեռա Ալիևի արյունը, որքան նշանառության տակ կպահի Սյունիքի գյուղերը։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։